Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ եթերում ենք, դա նշանակում է, որ առաջիկա 20-25 րոպեների ընթացքում դուք ստանալու եք առողջապահական առողջ տեղեկատվություն, վստահ եմ, որ մենք ունենք արդեն մեր հավատարիմ հեռուստադիտողի բանակը, ով ուշի ուշով նախաճաշի շրջանակներում կամ առնվազն 1 շուրջ տակ գավաթ արդեն եղանակը թույլ է տալիս սուրճի կամ թեյի շուրջ սպասում է մեր հաղորդումներին եւ ճիշտ է անում, քանի որ այսօր փորձելու ենք միասին բացահայտել սրտաբանական պացիենտին եւ նրա կամակորություններն ու առանձնահատկությունները, իսկ տաղավարում այդ կապակցությամբ հյուրընկալել ենք բժիշկ սրտաբան Արամյանց բժշկական կենտրոնի ընդհանուր եւ ինվազիվ սրտաբանական բաժանմունքի վարիչ բժիշկ Նարեկ Աթոյանին։ Դիմավորենք։ Առողջ առավոտ բժիշկ Աթոյան, շնորհակալություն, որ բաժանմունքի ղեկավարի ձեր բազմազբաղ գրաֆիկի մեջ գտել եք այս ժամանակը, որ միասին մեր հեռուստադիտողի գիտելիքները մի քիչ հարստացնենք։ Բարև ձեզ։ Բժիշկ Ամիրյան, դուք ինչպես եք այս առավոտ։ Լավ, շնորհակալ եմ բժիշկ Ավետիսյան, բավականին տրամադրված կենսուրախ, վստահ իմանալով հատկապես, որ այսօրվա եթերից հետո բժիշկ Աթոյանի կողմից ես սրտի մասին իմ պատկերացումները եւ գիտելիքները ավելի կխորանան։ Ողջունում եմ ձեզ, ես էլ բժիշկ Աթոյան եւ անմիջապես անցնենք առաջին հարցին։ Այլ գիտենք, որ սիրտը մեր ամենակարևոր օրգաններից մեկն է եւ սրտային խնդիրները բավականին հաճախ են հանդիպում, այլ կուզեի նշեք ինչ է իրենից ներկայացնում սրտային խնդրով պացիենտը, ինչ առանձնահատկություններ ունի։ Պացիենտի առանձնահատկությունները դա ընդհանուր առմամբ նայած պացիենտ իր առանձնահատկությունները ոնց է դրսևորում բժիշկի մոտ, բայց որպես առանձնահատկություն, որ հիվանդություն, դա սրտաբանությունը, դա գանգատներն են, որոնք որ պայմանավորված են պացիենտի նկարագրություններից, ինքնազգացողությունից եւ բժիշկին նկարագրելու ձևից։ Այդ առանձնահատկություններից մեկը նաեւ նա է, որ սրտաբանության մեջ հիվանդությունը ուշ է սովորաբար հայտնաբերվում ու ցավոք սրտի պացիենտի մեղավորության պատճառով, քանի որ ճիշտ ժամանակին չեն դիմում բժիշկի եւ ժամանակին չախտորոշելու պատճառով ունենում են իրանք սրտաբանական շատ լուրջ բարդություններ, որը եւ կյանքի որակի վրա հետագայում ունենում է իր ազդեցությունները։ Դրանցից մեկը օրինակ, որ պացիենտ ունենում է հետքրծոսկրային շրջանում ցավ, դիսկոմֆորտի զգացում, մտածում է մկանային ցավ է կամ մրսածության ցավ է, չի դիմում, իսկ սրտային ցավը այնպիսի ցավ է, որը որ երբ որ սկսվում է, անընդհատ ինքը չի ցավում, այսինքն անընդհատ չի անհանգստացնում պացիենտին, որ պացիենտը դիմի բժիշկի։ Պարբերաբար լինում անցնում է այդ գանգատը պացիենտի մոտ, դրա համար պացիենտը շատ չի կենտրոնանում այդ իր գանգատի վրա։ Հետո երբ որ արդեն կես ժամանոց, մի ժամանոց կամ մի քանի ժամանոց ցավեր են ունենում պացիենտները, իսկ այդ ընթացքում բնականաբար սրտամկանի իշեմիա է լինում, իսկ իշեմիայի հետևանքով մկանի հետագայում ունենում է սնուցման խանգարում պատճառով կծկողականություն հասկացողությունը, որ կա, այդ կծկողականությունը իջնում է նորմայից։ Այդ դեպքում արդեն դա համարվում է իր համար անդառնալի փոփոխություն եւ ազդում է կյանքի որակի վրա։ Իսկ հակառակ դեպքում, երբ որ պացիենտը նոր եթե սկսվում է գանգատը, ցավ հետքրծոսկրային շրջանում, դիմում է բժիշկը շուտ հետազոտություններն է կազմակերպում եւ անալիզները, իսկ հետազոտությունների արդյունքում երբ հայտնաբերվում է արդեն սրտաբանական խնդիրը, օրինակ սրտի անոթի սնուցման խանգարում, նեղացում, որը որ պարբերաբար գանգատներ է առաջացնում պացիենտի մոտ։ Այսինքն շուտ կատարվում է գործողություններ, ստենտավորման մասին է խոսքը, մինչև այդ երբ որ կատարվել արդեն կորոնարոգրաֆիա եւ հայտնաբերվել է նեղացած անոթը, ստենտավորումից հետո արդեն պացիենտի մոտ այդ անդառնալի փոփոխությունները բնականաբար չեն լինում։ Ես կարծում եմ, խնդրեմ ձեզ մի փոքր դասակարգենք սրտաբանական պացիենտներին ըստ խնդրի հրատապության, այսինքն սրտաբանական պացիենտներ, ովքեր մշտապես ենթադրենք դիմում են առողջության կենտրոններ, պլանային կարգով, նրանք ովքեր չգիտեն, նրանք ովքեր գիտեն,
Նրանք, ովքեր հայտնվել են բժշկական կենտրոն վիրահատությունից առաջ են հայտնաբերել, այսպիսի խառը տեսակներ կան։ Պատահական չի, որ մենք սրտաբանական պացիենտի կերպարներն ենք փորձում այսօր քննարկել, որ մարդիկ հասկանան, թե միևնույն սրտի պատճառով քանի դերում կարող են հայտնվել, եւ փորձենք կլինիկական իրավիճակներ ներկայացնել կամ պացիենտներին դասակարգել ըստ խնդրի տևողության, հայտնաբերելու պահից սկսած եւ այլն։ Այսպիսի խառը զամբյուղի մեջ տեղավորենք միևնույն պացիենտի տարբեր կարգավիճակները։ Դե առաջինը կարող եմ շեշտել այն պացիենտներին, ովքեր որ արտահիվանդանոցայինի մասին է խոսքը, ովքեր որ մի քիչ առաջ որ նշեցի, ունենում են այդ գանգատները, դիմում են բժիշկի նախապես, շուտ հայտնաբերվում է խնդիրը եւ պացիենտը չի ունենում անդառնալի փոփոխություններ, որոնք որ ազդում են կյանքի որակի վրա։ Մյուս պացիենտները կարող են օրինակ վիրաբուժական խնդրով դիմեն բժիշկի, օրինակ, չգիտեմ, ճողվածքի պատճառով կամ ինչ-որ ստորին վերջույթների անոթների հետ կապված գանգատներ ունենան, դիմեն հիվանդանոցում հետազոտվեն, համապատասխան մասնագետները իրենց գործողությունը կատարեն, բուժեն, բայց այդ իրենց միջամտությունների ընթացքում բարձ դառնա, որ այս պացիենտը ունի նաև սրտաբանական խնդիր։ Բնականաբար բոլոր պացիենտներին կատարվում է կոնսուլտացիա, մինչև իրենց վիրահատությունները, խոսքը վերաբերում է վիրահատվող հիվանդների մասին, ոչ սրտային վիրահատվող։ Պացիենտը տեղեկ չի, որ ինքը սրտային խնդիրներ ունի, հետազոտվում է, հետազոտության ընթացքում սրտաբանը կոնսուլտացիաներ է կատարում եւ պարզվում է, որ ունի նաև սրտաբանական խնդիր։ Բնականաբար արդեն դառնում է հիվանդությունների փունջ եւ սրտաբանական հետազոտությունը դառնում է առաջնահերթ։ Առաջնահերթը այն առումով, որովհետեւ օրինակ, չգիտեմ, տարբեր դեպքերում լինում են, որ անեստեզիոլոգը ընդհանուր անզգայացման պայմաններում են կատարում վիրահատությունները կամ տեղային անզգայացման, ամեն դեպքում առաջնահերթությունը տրվում է սրտային խնդրին, մինչև սրտաբանական հարցը չի լուծվում, պացիենտին մյուս էտապ չեն տեղափոխում։ Սրտաբանական պացիենտների տեսակներ կան, ովքեր որ շտապօգնությունով են դիմում արդեն հիվանդանոց, արդեն բնականաբար դիագնոզը իրենց լինում է ոչ թե օրինական կայուն ստենոկարդիա, այսինքն կարճատև տևողությամբ, պարբերաբար տևողությամբ ցավեր, այլ իրենց մոտ արդեն լինում է դիագնոզը սրտամկանի սուր ինֆարկտ։ Ցավոք սրտի նման պարագայում արդեն բժշկի գործը բարդանում է այն առումով, որ արդեն էքստրենի պայմաններում պետք է աշխատի, ոչ թե იმ ժամանակը, որովհետև սրտաբանական պացիենտների մոտ ամեն մի վայրկյանը հաշված է եւ ունի կարևոր նշանակություն։ Դրա համար սրտաբանական պացիենտները համարվում են էքստրենի պացիենտներ, իսկ աշխատանքը համարվում է էքստրենի աշխատանք անկախ ժամից եւ անկախ կարգավիճակից։ Այսինքն նույն բժիշկը կարող է լինի վիրահատության ժամանակ, բայց շտապօգնությունով նորից հիվանդ գա, որը որ լինի արդեն էքստրենի հիվանդ, բայց ինքը կատարում է պլանային վիրահատություն, այսինքն արդեն գործողությունները պետք է կազմակերպել էքստրենի պայմաններում։ Շտապօգնությունով եկած հիվանդների պարագայում, քանի որ արդեն իրենց մոտ կա սրտամկանի սուր ինֆարկտ, հետազոտությունները կազմակերպելուց հետո ամենաառաջնահերթ ուրեմն առաջնահերթությունը տրվում է ինչի ժամանակի առումով, որպեսզի սրտի գծկողականությունը շատ չտուժի։ Գործողությունը ուրեմն կատարվում է շատ արագ, նախ սկսենք երևի կորոնարոգրաֆիայից, որը որ շատ ավելի շատ կհետաքրքրի։ Կորոնարոգրաֆիան ասած զոնդավորում։ Զոնդավորում, այո։ Կորոնարոգրաֆիան հետազոտությունն է, որը որ հայտնաբերում է սիրտասնուցող անոթների վիճակը եւ հայտնաբերում է այն անոթը, որը որ դառնում է պացիենտի գանգատների կամ ինֆարկտի պատճառը։ Դա հետազոտություն է։ Իսկ եթե արդեն պացիենտի մոտ կա սրտամկանի ինֆարկտ, այսինքն փակված անոթ կա, բնականաբար կորոնարոգրաֆիային հաջորդում է ստենտավորումը, այսինքն մի գործողություն է արդեն ինքը դառնում, շտապ կարգով անոթը բացվում է, որպեսզի այրան հոսքը վերականգնվի, սնուցումը սրտամկանի շատ չտուժի եւ մկանի գծկողականությունը շատ չիջնի, որպեսզի հետագայում արդեն եթե ինչքան ուշացած է լինում անոթի բացելը կամ ինչքան ուշացած է լինում գանգատի սկսման պահից մինչև ստենտավորումը, արդեն այնքան ստենտավորումից հետո պացիենտի
կյանքի որակը ավելի իջնում է ինչ առումով, որովհետև իր մոտ արդեն լինում է չնայած իհարկե անկախ տարիքից եւ անկախ շատ հանգամանքներից ամենաառաջի ու անհամատեղելին կյանքի հետ դա շնչարգելությունն է, որովհետև պացիենտի մոտ արդեն ցանկացած փոքր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է իր համար լինի չափազանցված բեռ, հա, այսինքն այո, նույնիսկ աստիճան բարձրանալը կարող է իր համար համարվել դժվար, որ բնականաբար կյանքի որակը իջնում է դրանով պացիենտին։ Դրա համար պետք է պացիենտները շուտ դիմեն սրտաբաններին, որպեսզի խնդիրները շուտ հայտնաբերվի եւ խուսափեն այդ ամեն ինչից։ Կարծում եմ մենք շատ հետաքրքիր կլինի նաև ձեր կարծիքները զուգահեռ երկուսիդ լսել, երկուստ էլ ըստ էության վիրաբույժ եք։ Դուք մեր երկու մասնագիտությունների մեջտեղում եք եւ կոնսերվատիվ բուժում եք անում եւ իրատական միջամտություններ, խոսենք դրա մասին։ Միշտ կամ իրան նաև հետաքրքիր խումբ են այն պացիենտները, որոնք ունեն քրոնիկ ուղեկցող այլ հիվանդություններ, այսինքն բացի զարկերակային գերճնշումը եւ սրտի իշեմիկ հիվանդությունը եւ կամ այլ ունեն շաքարային դիաբետ, ունեն վիրաբուժական քրոնիկ խնդիրներ, ունեն աստված մի արածե այլ նեյրոդեգեներատիվ ենթադրենք խնդիրներ, պացիենտներ, որոնք մեր երեքի մասնագիտություններն էլ կրում են, այսինքն մի հատ էլ էսի բարդ խումբ կա պացիենտների սրտաբանական, որտեղ որ բոլորը զգուշանում ենք արդեն։ Օրինակ իմ պացիենտների վարած մեծ մասը, մեծահասակների հատկապես ունեն ուղեկցող զարկերակային գերճնշում, եւ ինչու եմ ես ամենը ասում, որ այս պացիենտներին մենք համատեղ պետք է վարենք։ Դուք երևի թե որպես մասնագիտության կրող թերապևտներից հետո ամենաշատ բժիշկների այլ դիսցիպլինների հետ առնչվողներից եք, չէ՞։ Այդ պացիենտների հետ դժվար է բացատրել, որ դու եղբայր պետք է միաժամանակ կամ տիկին դուք պետք է ունենաք միաժամանակ, ասենք 4 կամ 5 բժիշկ։ Դա հեշտ բան չէ, դա էլ առանձին կոնտինգենտ է, չէ՞, պացիենտների։ Այո, ու ցավոք սրտի մեր հանրապետությունում հաճախ հանդիպող պացիենտներ են իրանք, որովհետև եթե պացիենտ ունի նյարդաբանական խնդիր, օրինակ այս ինչ թվականին ինքը իր նյարդաբանական խնդիրը չի լուծում, հա, չի դիմում բժիշկի, բարդանում է այդ խնդիրը, ունենում է շաքարային դիաբետ, ինքը չի հետևում դեղորայք, չի օգտագործում, օրինակ 2 տարի հետո իր շաքարային դիաբետը քայքայում է սիրտը սնուցող անոթները, ու ընդհանրապես ամբողջ օրգանիզմի անոթների պատերը, հետո պլյուս դրան գումարվում է օրինակ, չգիտեմ, ալկային անանցանելիություն կամ հեմոդիալիզի խնդիրը, ինչ որ սուր վիրահատական խնդիր ու այս հարցերի առաջ ես կան։ Այսինքն 3 հիվանդությանը գումարվում է նաև հետկրծոսկրային շրջանի ցավ։ Ու միանգամից շտապօգնությունով հասնում է հիվանդանոց ու ասում է ես լավ չեմ, կրծքավանդակի ցավ ունեմ։ Ու ինքը չի ասում, որ ինքը ունի շաքարային դիաբետ, ինքը նյարդաբանական խնդիրներ, ինքը ունեցել է, չգիտեմ, կամային խնդիրներ, չի դիմել։ Ենթադրենք կրած իշեմիկ ինսուլտ, մնացորդային հետևանքներով կամ անցողի խանգարում։ Այո, ու այդ պարագայում արդեն երբ որ մոտենում են իրեն 4-5 բժիշկներ եւ ամեն մեկը իր կարծիքն են հայտնում ու ասում են, որ քեզ այս հետազոտությունն է պետք վիրաբույժն ասում։ Մամաջան ես ուրեմն ընկել գնացիստը։ Նույն բանը մի քանի անգամ ասեցի։ Այո։ Էնդոկրինոլոգը ասում է, այս հետազոտություններն է, այս անալիզներն է, սրտաբանն ասում է քեզ տենտավորում է պետք կատարել, որովհետեւ քո մոծարտամկանի ինֆարկտ է։ Ոչ ոքի մի լսեք սրտաբաններին եւ արտակարգ իրավիճակներում բնականաբար կյանքի գործոնը բոլորին լսեք, բայց արեք սրտաբանի ասածը, մինչեւ որ այդ իհարկե կատակ եմ անում, բայց լսեք այն մարդուն, որի կարծիքով խնդիրը կյանքի եւ մահվան խնդրի մեջ կարող է ձեզ դնել։ Եվ եկեք մի բան էլ ձեզ հուշեմ, սիրելի գործընկերներ, նաեւ մի խումբ ունենք պացիենտների, որոնք արդեն հետազոտված են, վիրահատված են, դա էլ արդեն կյանքի մի նոր էտապ է, չէ՞, սրտաբանական։ Դրանք են շատ հետաքրքիր, որոնք ստիպված են ծխելը թողնել, ալկոհոլ չօգտագործել, ստիպված են զբոսնել, հեծանիվ, պատկերացնում եք այդ մարդկանց վիճակը։ Եվ մյուս խումբը, որ ասում են, բայց մի րոպե, իմ խնդիրը լուծվել է, ես ամբողջ կյանքում սրտաբանական դեղ չեմ խմելու, չէ՞։ Ինչքան շատ են սրտաբանական պացիենտները մեր հանրապետությունում։ Այդ կերպարներ եկեք քննարկենք, էլի ինչ խնդիրներ եք բախվում իրենց հետ։ Խնդիրները ասված իրենք ճիշտ եք ասում, բաժանվում են 2 խմբի, մի խումբը ու ճիշտ է բոլորի համար է իր կյանքը թանկ, անկախ տարիքից, կապ չունի 30 տարեկանը թե 90 տարեկան, բայց ամեն դեպքում իրանք բաժանվում են 2 խմբի։ Մի խումբը մտածում է, ասում է, ես արդեն 70 տարեկան եմ, այսքան տարի ծխել եմ, դեղ չեմ օգտագործել, ապրել եմ, հա, բայց սրտաբանը կատարել է իր գործողությունները, վիրահատությունը, դեղորայքը նշանակել է, հասել է իր ելքային մակարդակին առողջական,
անալիզների ելքային մակարդակին ու բնականաբար ցանկացած իրան հարգող բժիշկ հաճույք է ստանում այդ ամեն ինչից ու ուզում է որ իր պացիենտին մաքսիմալ ձևով բացատրի որ իր գործը չփչացնի հետո որովհետև եթե դեղորայքը չի օգտագործում վնասակար գործոններից ինքը շարունակում է օգտվել բնականաբար բժիշկի կատարված աշխատանքը փչանում է կոպիտ ասած իսկ այդ դրանից արդեն բժիշկը սկսում է իրան վատ զգալ իմ մոտ եղել են բնականաբար նման դեպքեր բայց եղել են նաև դեպքեր երբ որ նույն պացիենտը ով որ սկզբից չի հետևել մեր խորհուրդներին նորից խնդրով նույն խնդրով կամ ավելի բարդացած խնդրով նորից դիմել է մեզ երկրորդ անգամ մեր մոտ ստացվել է իրեն համոզել եւ ինքը երրորդ անգամ այդ խնդիրը նորից չի ունեցել то есть սկսել է լսել բժիշկին եւ հետեւել իր առողջությանը իսկ մյուս խումբը այն հիվանդներն են պացիենտներն են ովքեր որ ասում են բժիշկ ջան դու ոնց ասես ես տենց կանեմ այսինքն իրանց համար այնքան թանկ է իրենց կյանքը ու այնքան է կարևորում ինքը իր առողջությունը որ ցանկացած դեղորայք նույնիսկ ժամերով ասում եմ ժամերը կողքերը խնդրում եմ գրի որ ես այս ժամին էստեղ խմեմ մյուս ժամին այն մյուս տեղը խմեմ մեկ էլ ինձ ասա իմ հաջորդ այցը երբ է ու իրանք օրով ժամով զանգում գալիս են փակ չունի դու արձակուրդ ես ասում եմ ես ուզում եմ բայց դու ինձ ասել ես բանը մի ամիսդ լրացի արի բայց այդ ոնց էս արձակուրդ ասում ես էլ եմ մարտալի այսինքն կան նաև այդ խմբի մարդիկ ովքեր որ բարտաճանաչ ձևով հետևում են իրենց Բժիշկ Աթյան, այսպեսի մի հարց ունեմ ես ձեզ, ճիշտ ասած, կան իհարկե սխալ պատկերացումներ բուժարունների կողմից սրտաբանական բուժման արդի մոտեցումներին, այլ կարող եք նշել որոնք են այդ սխալ մոտեցումները եւ հաճախակի մենք հանդիպում ենք որ բուժարունները ասում են դե ճնշում է էլի դե լավ է էլի դե կխմեմ գրել են ասել են խմի դե կխմեմ էլի ու այսպեսի բացատրի իրավիճակներում ես ինձ թվերի տակ լավ եմ զգում շատ հաճախ է հանդիպում այդ ամեն ինչը եւ երբեմն ճնշմանը ընդհանրապես կարեւորություն գեր ճնշմանը զարգերակային ընդհանրապես կարեւորություն չի տրվում Դե բնականաբար լավ չի որ կարևորություն չի տրվում, որովհետև դա ունենում է իր նույնիսկ անդառնալի հետևանքները, երբ որ բարձր ճնշումը դուք այդ օրինակը բերեցիք, բարձր ճնշումով դեղորայք չի օգտագործում կամ ստաբիլ չի օգտագործում, դա ազդում է իր սրտի եւ սրտի անոթների եւ աորտայի կառուցվածքի վրա կոպիտ ասած, այսպեսի բառով ասեմ, որ բոլորի համար պարզ լինի։ Այսինքն մարդը երբ որ իր ճնշմանը չի հետևում, իր սիրտը աշխատում է բարձր ճնշումով, այսպես ասեմ, բնականաբար իր այդ խողովակները, անոթները, հա, նույնպես աշխատում են բարձր ճնշման տակ, այսինքն լարվում են։ Իսկ իրանք առանձգական անոթներ են, իսկ այդ առանձգականության եւ բարձր ճնշման իրար գումարվելու արդյունքում իրանք լայնանում են եւ իրենց պատը բարակում է անոթների։ Օրինակ խոսքը հենց մայր զարկերակի մասին է խոսքը, աորտայի մասին է խոսքը։ Իսկ երբ որ արդեն կոպիտ ասած բանը բանից անցել է ու նոր են դիմում բժիշկի ու ասում են 250 ճնշում եմ ես ունեցել միշտ ինձ լավ եմ զգացի պրոստա այսօր վատ զգացի դրա համար եկա շտապողությունով հիվանդանոց հետազոտությունների արդյունքը որ տեսնում ենք ու եւ իրանց բացատրում ենք որ ձեր մոտ արդեն խնդիրը շատ բարդ է ու դուք պետքա պարտաճանաչ օրինակ 3 տեղ խմեք ճնշման իրանց համար դա համարվում է զարմանալի դա այսինքն մեր հարևանը մի դեղ էր խմում ինչի պիտի ես 3 տեղ խմեմ ես ձեր ճշգրտությամբ հավելեմ որ ոչ միայն արդեն բուն սիրտանոթային համակարգի այլև նաև նյարդային համակարգի հետ են խնդիրներ առաջանում Սերերոստադիտող նույն հաջողությամբ երկարաժամկետ չբուժված արգելակային գերճնշումը բերում է անոթային դեմենցիա, այսինքն հիշողության կորստի, ճանաչողական խնդիրների, սեփական հարազատներին չհիշելով, սեփական անունը չհիշելով, տան հասցեն մոռանալու մասին է խոսքը, իհարկե անոթային պարկինսոնիզմի է բերում եւ մի շարք այլ գրեթե չկա ինտակտ անմասն մնացող օրգան համակարգ, դրա համար ձեզ թվում է որ դուք ձեզ լավ եք զգում Այդպես չի լինում, բարձր զարկերակային ճնշումը միշտ բերում է ծանր հետևանքների, ել չասած, որ դուք չգիտեք, թե ձեր որ անոթը տարիքի հետ ինչ փոփոխության է ենթարկվում, օրինակ գլխուղեղում նույն հաջողությամբ կարող եք ունենալ անևրիզմա, որը բարձր ճնշման տակ մի օր չէ մի օր կարող է պայթել եւ բերել արունազեղման, այդտեղ էլ արդեն մեր նեյրովիրաբույժ գործընկերները կմիանան եւ կփաստեն այս ամենը։ Կամակորեն սրտաբանական պացիենտները, մաքուր սրտաբանական պացիենտներ հիմա քիչ են հանդիպում կարծես թե, որովհետև այո, այդ սրտաբանական պացիենտներից ամեն երրորդը երևի թե ունի նաև շաքարային դիաբետ, ունի ճարպակալում եւ բնականաբար դրանցով պայմանավորված ունի նաև մի շարք այլ հիվանդություններ։
իզոլացված առանձին սրտաբանական պացիենտները երևի թե ավելի քիչ են։ Ես կուզեի մի քանի բառով նաև խոսենք Արամյանց բժշկական կենտրոնի մասին, որը ավանդույթներով նախկին 3-րդ հիվանդանոցն է, շտապօգնության հիվանդանոցներից մեկը, այսպես կոչված, որտեղ ես շատ լավ հիշում եմ, որ բոլորս ենք ուսանել, ուսանողական տարիներին անցել ենք ընդհանուր վիրաբուժություն, ավանդույթներով բժշկական կենտրոն է։ Դուք ներկայացնում եք նաև որպես վարչարար այդ բժշկական կենտրոնը, ոչ միայն որպես բուժող բժիշկ, որպես բաժանմունքի ղեկավար, ինչ լավ հաջողություններ ունեք, ինչ հագեցվածություն ունեք եւ ինչ ծավալ եք փակում սրտաբանության։ Արամյանց բժշկական կենտրոնում ես 2020 թվականից եմ աշխատել, ուրեմն հագեցվածությունը ոչ մի պակաս բան չունենք, այսպես ասեմ, ֆուլ է, դեղորայքային առումով, թե սարքավորումների առումով, հաջողությունների առումով նա է հաջողությունը մեր, որ մենք այդ բաժանմունքը, երբ որ ստեղծել ենք մենք այդ բաժանմունքը, ճիշտ է, մինչև մեզ եղել է այդտեղ սրտաբանական բաժանմունք, մեր ավագ ընկերներն են աշխատել, բոլորը բնականաբար սիրում հարգում ենք, մեր գոլեգաներն են, բայց մենք երբ որ մեր թիմով սկսել ենք այդտեղ աշխատել, մեր երիտասարդ թիմով, որովհետև մենք բոլորս երիտասարդներ ենք, երբ որ սկսեցինք այդ բաժանմունքով զբաղվել, 20 թվականից մենք սկսեցինք եւ մինչև այսօր աշխատում ենք եւ մեր պացիենտները մեզանից գոհ են, այսինքն բացի բաց վիրահատություններից ամեն ինչ վիրահատություններ չի կատարվում, այո, բացի բաց վիրահատություններից ամբողջ սրտաբանություն արիթմոլոգիայով եք զբաղվում, այո, սրտաբանությունը սպասարկվում է բացի բաց վիրահատություններից։ Եվ իհարկե մեր առողջ առավոտը բժիշկ Աթոյան մոտենում է ավարտին, ես մի կարևոր միտք եմ ուզում ասել, ես հիշում եմ Արցախում մեր համատեղ զինվորական ծառայության տարիները, երբ որ մենք կարողանում ենք իրար փոխօգտակար լինել, շատ ջերմությամբ եմ հիշում այդ ամենը եւ ուրախ եմ, որ դուք նաեւ տարիներ անց ձեզ գտել եք ձեր մասնագիտության մեջ եւ այսօր հանրապետությունում պահանջված բժիշկներից եւ կարևոր դեմքերից մեկն եք, դա ինձ հպարտություն է պատճառում անչափ։ Ինչ ուղերձ ունեք մեր գործընկերներին եւ առասարակ ինչ որ սրտի խոսք ունեք, հարգելի սրտաբան։ Դե սրտի խոսքը մեր թե գործընկերներին, թե մեր պացիենտներին, թե մեզ ընդհանրապես բնականաբար դա ամենակ առողջությունն է, իմ սրտի խոսքն է դա, որ բոլորս առողջ լինենք։ Եմ մաղթում եմ անփորձանք աշխատանքային օրեր, իսկ մեր պացիենտներին հորդորում եմ բնականաբար ցանկացած բժշկական, ոչ միայն սրտաբանական էլի նկատի ունեմ, ցանկացած բժշկական խնդրի դեպքում շուտ դիմել բժշկի, շուտ հայտնաբերել խնդիրը, որպեսզի անդառնալի հետևանքներ չունենան իրենց առողջության վրա եւ կյանքի որակի վրա դա չազդի հետագայում։ Մենք էլ բժիշկ Ամիրյանի հետ որպես առողջ առավոտվա ջատագովներ մեծ ջերմ բարևներ ենք ուղարկում ձեր ողջ անձնակազմին։ Կարծում եմ յուրաքանչյուր բժշկական կենտրոնում սրտաբանական բաժանմունքն էլ հենց այդ բժշկական կենտրոնի սիրտն է եւ թող Արամյանց բժշկական կենտրոնի սիրտը առողջ եւ ճիշտ զարկերով զարկի, ապահովելով նաև այդ բժշկական կենտրոնի առողջ նյութափոխանակությունն ու բոլոր մնացած անհրաժեշտ կարիքները, որովհետև դա սիրելի եւ ընդունված մեր քաղաքի կարևոր կենտրոններից մեկն է, հիշողություններով եւ մեծ ավանդույթներով։ Ողջունում ենք ողջ անձնակազմին։ Սիրելի բժիշկ Ամիրյան, այս առավոտն էլ կարծես բարուրվեց հետաքրքիր մտքերով առողջության մասին եւ կարծես թե խոսեցինք բոլոր կերպարների մասին սրտաբանական պացիենտների։ Մենք բժիշկ Աթոյանին հրաժեշտ տանք, իրար էլ հրաժեշտ տանք, սիրելի հեռուստադիտող ձեզ եւս հրաժեշտ տանք, պայմանով որ վաղն առավոտյան ճիշտ նույն ժամին մենք կհանդիպենք։ Լավ եղեք, առողջ եղեք։